Նկարը այստեղ էր նկարած 21 թվականի փետրվար-մարտ ամիսներից սկսած նկարը այստեղ էր։ Այն ժամանակ ոչ մեկին չէր խանգարում։ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը տնտեսագիտական համալսարանի անցումի այս պատին էր 2021 թվականից։ Մայրը օրեր առաջ անցնելիս նկատել է, որդու նկարը մաքրել են։ Ես անցնում էի այս հատվածով ու ինչպես միշտ սովորաբար երբ որ անցնում էի, շրջվում էի, ոնց որ մտովի բարևում էի Հայկին, այս անգամ էլ արագ այսպես անցնելուց շրջվեցի, որ բարևում, տեսնեմ չկա։ Հայկազ Մկրտչյանի դիմանկարը ջնջել է քաղաքային իշխանությունը։ Իրանք ուզում են ջնջեն ամեն ինչը, ինչ որ կապված է Արցախից, անգամ ամենաչերևացող թելերով, դա ուզում են վերացրած լինեն։ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ազատությանը պարզաբանեցին, անցումը բարեկարգելու շրջանակում են մաքրել պատերը ու նաև 44-օրյա քառօրյա պատերազմներում զոհված Հայկազի Ռոբերտ Աբաջյանի դիմանկարները։ Քաղաքապետարանի այդ մամուլի խոսնակի ասածներին բնականաբար չեմ հավատում, բարեկարգումը դրանից չեն սկսում։ Քաղաքապետարանի պարզաբանումը չի համոզում որդեկորույս մորը։ Փոշու, աղբի ու խցանումների քաոսի մեջ խեղդված քաղաքի գլխավոր հարցը անցումի պատերն էին, հարցնում է Աննա Մկրտչյանը։ Միտումնավոր են մաքրել, պնդում է նա։ Իրանց նպատակը, որպեսզի դա չերևա, ոչ ոք չտեսնի, չհիշի, չհետաքրքրվի, չհարցնի։ Իրանց նպատակը դա է, հիշողությունից հանելն է։ Արցախի ու արցախյան պայքարի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին է հղում անում։ Փաշինյանը Արցախի էջը փակված է համարում։ Ղարաբաղյան շարժման մասին հայտարարությունները պատերազմի վտանգ։ Մենք որոշել ենք եւ չենք շարունակում որպես քաղաքական մեծամասնություն Ղարաբաղյան շարժումը։ Ջնջել են նաև քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը, որ Երևանի պետական համալսարանի անցումի պատին էր։ Քաղաքապետարանից չեն ժխտում, որ կշարունակեն մաքրել պատերազմում ընկածների դիմանկարները, եթե բարեկարգման ծրագիրը հասնի այդ հատվածներին։ Այս անցումներում Արցախյան պատերազմում զոհվածների նկարներ էլի կան։ Քաղաքային իշխանության լվացող մեքենան այստեղ դեռ չի հասել։ Երևանի կենտրոնի այս շենքի որմնանկարն էլ դեռ պահպանվում է։ Եթե միտում չկա, ինչպես հավաստիացնում են քաղաքապետարանից ու պատերը մաքրելու հետևանքով են ջնջվում նկարները, ինչու նորից չեն նկարում։ Լրատվական ծառայությունից ասացին, ով ցանկանում է կարող է դիմել թույլտվության համար։ Ինչ է արել այս պետությունը զոհված տղաների հիշատակը հարգելու համար, մինչև հիմա այս արդեն 6 տարի է լրանում շուտով։ Ինչ է արել ոչ մի բան, ով ինչ արելա ծնողը իր երեխայի համար, արել են ընկերները իրենց ընկերոջ հիշողությունը վառ պահելու համար։ 44-օրյա պատերազմում զոհվածների ստույգ թիվն ու անունները մինչև հիմա չեն հրապարակել, դառնանում է որդուն կորցրած մայրը։ 19-ամյա Հայկազ Մկրտչյանը պատերազմի թեժ օրերին Արցախի Սարուշենում է վիրավորվել անօդաչու թռչող սարքի հարվածից ու մահացել պատերազմի վերջին օրը, զորացրվելուց 100 օր առաջ։